Ես արդեն վեր ես զգացել։ Լավ, արդեն լավ։ Շուրջի։ Մի բանը լուշ է, աղջիկ ջան։ Նորմալ է։ Մայրդ ասաց, որ Դավիթի հետ ռեստորան էի գնացել։ Հա, ամուսության առաջարկ եմ ստացել ու ընդունել եմ։ Ուրախացրիր։ Չէ, Դավիթը լավ տղա է, հավատա, պարզապես այսքան արագ անունն անգամ չէիր ուզում լսել, բա ոնց եղավ, որ իսկ Արեգը։ Արեգի մասին չեմ ուզում խոսենք, պապ։ Նեղացրել է։ Չէ, պապ։ Ես Դավիթին խոստացել եմ, որ քեզ կասեմ ամուսնության մասին ու նաև կասեմ, որ մեծ հարսանիք չեմ ուզում։ Դե մնացածն դու իր հոր հետ կքննարկես։ Ոնց հարսանիք չես ուզում։ Ինչ է եղել։ Պապ, խնդրում եմ։ Ես չեմ ուզում, դուք ձերը ոնց ուզել արել եք։ Արամինը կանեք մեծ ու շքեղ։ Ուղղակի մեր երկու ընտանիքներ լինեն հերիք է։ Ես թաքուն աղջիկ եմ ամուսնացնում, մարդիկ ինչ կմտածեն։ Պապ, ինչ ուզում եք մտածեն։ Վերջ, էլ չենք քննարկում սա։ Հիմա ես գործում եմ գնում, հա։ Լավ։ Ասա, ինչ ես մտածում։ Որովհետև եթե պիտի պայքարես, ես քեզ կօգնեմ։ Թե ուզում ես հրաժարվել Դավիթից։ Իհարկե ոչ։ Ես սիրում եմ Դավիթին։ Դե շատ ավելի լավ։ Բայց մի բան չեմ հասկանում։ Երկու անգամ ձեզ խնդրել եմ, որ խոսեք Դավիթի հետ, ասել եք, որ ինքը ձեզ չի լսի։ Ինչ է փոխվել։ Դե ես էլի չեմ պատրաստվում խոսել Դավիթի հետ, որովհետև ինքը ինձ էլի չի լսի։ Բայց ես ուրիշ բան եմ մտածել։ Ես քեզ կօգնեմ, որպեսզի դու ճիշտ պլան մշակես։ Մենակ արդար լինել այս կյանքում շատ քիչ է, Օլա ջան։ Բան չեմ հասկանում։ Ճիշտ կբացատրեմ, կհասկանաս։ Լավ, բայց ինչու որոշեցիք ինձ օգնել։ Գիտես, նայում քեզ ինձ եմ հիշում։ Ես այս կյանքում շատ պայքարեցի, որպեսզի իմ տեղը գտնեմ արևի տակ, բայց դու շատ ռոմանտիկ ես։ Ախենամ առանց ինձ չկարողանաս։ Լավ, գնանք սուրճ խմենք։ Գնանք։ Մի խոսքով նեղացավ ինձնից տնից դուրս հանեց։ Դրանից հետո ոչ ինքն է զանգել, ոչ էլ ես։ Ու ինչքան է դա տևելու։ Գաղափար չունեմ, պապ։ Սովորաբար հաջորդ օրը զանգում է։ Իսկ անք հույս ունենալ, որ եթե միջև հիմա չի զանգել, ուրեմն չել զանգի։ Չգիտեմ, պապ։ Եթե անկեղծ ես արդեն անհանգիստ եմ, հիմա նոր փորձանք չբերի գլխի։ Հետո տվես։ Կավա դու իրա դայակն ես։ Լավ, պապ, խնդրում եմ արի փակենք, հա, Օլիայի թեման։ Էլի փակենք, բայց ես քո մասին եմ չմտածում։ Ուրեմն տեստեղ հին թաղի հետ կապված մեր թուր կետերն են, ուզում եմ այդ լուսի հետ նայեք, համ մեր տեսակետը կամրացնեք, համ էլ կհասկանաք ինչ հարցեր են տալու։ Գնայինք։ Իսկ դու երբ ես պատրաստվում Արգամի հետ խոսես։ Լուսեի բաժնեմասերի հարցով։ Շատ չէ շտապում տվես։ Շտապում եմ։ Լուսեն կապված է հին թաղի հետ։ Ու եթե նա դարձավ բաժնետեր, ստիպված է լինելու մասնակցել բոլոր գործընթացներին։ Ու նաև այդ ամեն ինչին նայել բաժնետիրոջ տեսանկյունից։ Այ հիմա իսկապես ոնց որ իմ տղեն լինես։ Լուրջ բան եմ խոսում, պապ։ Հա, ինչ տվես։ Տնաշեն սաղի ներվեր հետ խաղում եմ, մի քիչ քո ներվեր հետ խաղամ էլի։ Երդ եմ։ Լավ, այսօր կտեսնեմ այդ Արգամին։ Ու այդ արգումենտները իրանք կասեն։ Բայց հանկարծ գասի որ չի ուզում, չէ։ Հա, համո։
Չէ, Սաթեն, մեկը շատ եմ վախենում։ Կներես էլի Սաթեն։ Ներերը բան չկա։ Հենա քանդելով գալիս են։ Բա որ տունդ քանդեցին, ինչ ես անելու, ուր ես գնալու։ Ինչ դու չգիտես, որ Վաչոն քեզ իր մոտ չի կարող տանել։ Գիտեմ։ Դու Վաչոն ինչ եմ ասել։ Նազիկս իմանա տեղն ու տեղը կմնա։ Բա սենց ինչքան։ Աստված մեծ է, մի բան կլինի։ Վայ, լավ էլի։ Աստված մեծ է։ Աստված մեզ խելք ա տվել, մենք էլի ամեն բան իր վրա ենք գցում։ Լավ էլի Սաթեն։ Հարևաններիդ ասել ես, որ այդ վարկային այդ կազմակերպության հետ գործ չունենան, որ դրանք հեքիաթ են ուղակի։ Ասել եմ, բա ոնց։ Ու գիտես չէ, այդ Վիլեն կոչեցյալը դեցել կապի դուրս չեկավ։ Ու ոչ ոք դրանցից չերևաց մեր թաղերում։ Բայց ինչ պիտի երևան դուր։ Ինչ որ պետք է նարեցին։ Քո տունը կարևոր տեղում է, դրանից հետո արագ առաջ են գնալու, Համո ջան։ Լավ, ես գործեր ունեմ, Համո, ներիր, պետք է զբաղվեմ դրանից։ Սաթեն ջան, երկե։ Համո ջան, խոսի մարդկանց հետ։ Հասկացեք ինչ եք անում, ինչ եք որոշում, ինչ եք ուզում, մենք էլ հասկանանք մենք ինչ ենք անում։ Կասեմ Սաթեն, եկել Սաթեն ջան, ավելի պակաս է համար գնալիս է։ Լավ է։ Ապեր սաղ դու ես մեղավորը, ով առաջին շաբաթը գալիս դասի։ Հիմա տունը կլինեի, հանգիստ քնած կլինեի։ Ալավ սա գնաս տուն էլի կքնես։ Չէ, էլ չեմ ուզում քնեմ։ Սպասում եմ Վիկային, որ գա հետը կռիվ անի։ Ինչի՞։ Այդքան իրեն ասեցի, վիդեո մի գցի։ Խելոքը բռնել Անահիսի հետ վիդեո ա նկարել, Անահիսն էլ բռնել գցել ա էջ։ Ինչ ես բերանդ բացել։ Ապեր դե աղջկան ասելս վիդեո մի գցի քո էջ, ինքն էլ չի գցել։ Ահ, ես էլ իր հարիվն էի, էլի, հələ ստեղ նայ։ Ստեղ նայ, էս ի՞նչ ա։ Լավ էլի, ալավ թարգի մեծ մարդ ես։ Ար ինչ ես կանում։ Hamanları hastırıyız da en az. Sen kağıdı haftan çöl. Başı? Ha. Yetenekli uğraman hasta ditman pahalı. Այսինքն դու մտածում ես որ դիտմամ։ Հա, ապեր, yetenekli uğraman hasta. Հանգստացի ինչ ես անում։ Հա դու ինչ ես անում, Յանի ինչ արիր, ում կողմից ես դու։ Քո կողմից եմ ընկերբա որ գցեիր ավտոյի տակ վերջը ինչ էր ելնելու։ Անունս էի մաքրելու։ Անունիդ ինչ ա եղես աշ։ Այդքան ասում եմ չես ուզում հասկանաս։ Երեք բախտներս բերեց որ ոչ մի բան չեղավ։ Մոռացյանցի սաղ ինչ կլինի։ Այդ տղեկն իրաց երեք շատ տղավարի են պահել։ Էլ ինչ ես ուզում։ Ուզում եմ երկուսին էլ սատկացնեմ, ու անելու եմ։ Չէ, չես անի, սա չեմ թողելու։ Դե գնա ուրեմն, դու ինձ վաբշե ինչ ընկեր։ Սաշ, եթե ուզում ես զանգենք, կարանք զանգենք։ Պայմանավորվենք, գնանք, խոսանք, հասկացեք իրար։ Բայց այդ ամեն ինչը մտքիցդ հանի։ Վայ դուք ինձնից շուտ եք հասել։ Բարև ձեզ։ Սա ձեր double mix-ը։ Սա էլ նվեր գինի։ Շնորհակալ եմ շատ։ Ամենաշատը որ սիրում եմ, այդ առանց զանգ արթնանալն է։ Աման հաստատ տունը չի, թե չէ հերթը զանգին չեր ասնի։ Աղջիկներ։ Այս քնած եք։ Հա, այսինքն double mix-ն էլ ձեզ չի արթնացնի։ Double mix։ Իջեք խոհանոցում եմ։ Մի քիչ էլ քնենք։ Թե գնանք։
Ես կֆացեմ։ Կուզեիր չէ բոլոր առավոտները սենց սկսեին։ Կուզեի։ Կարևորը առանց դաս։ Չէ, դասերն են, բայց անպայման սուշիով։ Ne barya khurda. Չեմ թաքցնի, շատ զարմացա, որ զանգեցիր։ Ձայնդ մի տեսակ էր, անհանգիստ էի։ Չէ, մի անհանգստացի։ Այս անգամ ոչ մի վատ բան չեմ անի։ Հաճելի է նման բան լսելը։ Դե հա ում եմ վատություն անում։ Ինձ։ Համել մի հատ բան եմ հասկացել ու որոշել դավ։ Որոշել եմ քեզ բաց թողնեմ դավ։ Ես քեզ շատ եմ սիրում, բայց եթե դու ինձ չես սիրում, Օլյա, ես սպասի թող վերջացնեմ, ինձ առանց էլ հեշտ չի։ Քանի որ դու ուրիշին ես սիրում, ես քեզ չեմ խանգարի, խոսք եմ տալիս։ Այսինքն ստացվում է, որ մերոնց չես տեսնի ու Լուսեի հետ հանդիպումներ չես փնտրի, ես ճիշտ եմ հասկանում։ Ճիշտ ես հասկանում։ Դու ոչ մի բանի կարիք չես ունենա, Օլյա։ Ու երբ քեզ ինչ-որ բան պետք լինի, ուղղակի ասա, լավ։ Ինձ ոչ մի բան պետք չի։ Մենակ մի բան խոսք տուր, որ երջանիկ ես լինելու։ Ես մենակ այդ պայմանով եմ քեզ բաց թողնում։ Լսում ես։ Անկեղծ ասած, Մարիամ, ուրախ եմ շատ, հո չեմ խաբելու, բայց մի բան չեմ հասկանում, Մարիամ, ներսս անհանգիստ է, ինչ-որ բան է կատարվում, որից չեմ կարողանում գլուխ հանել։ Լուսեի հետ խոսեցի Արեգի պահով, չուզեց ընդհանրապես խոսել, չպատասխանեց ոչ մի հարցիս։ Չեմ հասկանում, ինչ կատարվեց երեխաների մեջ, որ բաժանվեցին։ Դու չես կռահում, ոչ մի բան չգիտես։ Արգամ, քեզ թվում է ինքը իմ հարցերին պատասխանում, հա։ Չէ, պարզապես արդեն պարզապես հետաքրքիր է։ Ինչ կատարվեց։ Դու չէ, հա, Արգամ։ Սպաստորեն արդեն այսքան լավ ես, հա։ Վատ չեմ։ Ուրախ եմ։ Սե կարող խանգարեցի, սուրճը կիսատ մնաց։ Չէ, Սուրեն ջան, հիմա քո համար էլ կբերեմ։ Արամ ջան, թունդ սուրճ։
Հա, ոնց ես։ Հադե, նեղացել ես ինձանից, դե պարզա մեր վերջի խոսակցությունը այդքան էլ հաճելի չէր, բայց արի ուտես, որ մեր երեխեքը առանց մեզ էլ իրար լավ էլ հասկացան։ Տնաշեն մի բան խոսը։ Արգամ, գյուես չէ, առաջին մեղավորը հենց դու ես, հենց դու ես մեղավորը, որ ստիպեցիր ինձ այդքան բանը ասել։ Ես էլ քո թունդ սուրճը։ Շնորհակալ եմ, Մարիամ ջան, շնորհակալ եմ։ Այ մարդ, քարտողարուից այսօր չէր եկել, լրիվ անտեր էի մնացել, հա դե ճիշտ են ասում, այդ տղամարդը առանց կնոջ, լրիվ անոտ, անձեռք երեխա է։ Հա, ժողովուրդ ջան, հիմա խոսանք մեր երեխեքի մասին, թե դուք դեռ պատրաստ չեք։ Բա ինչ նորություն կա թաղից։ Դե նորությունն է նա, որ մարդիկ որոշել են իրար գլուխ հավաքվեն, որովհետև վերջապես հասկացել են, որ առանձին մնացին, Սրապյանը կուլ կտա բոլորին։ Էդ լավ է, որ հասկացել եմ։ Ես գնամ մի հատ պետքա պատվիրատուի տեսնեմ սատ։ Հետո գամ տուն, մտնեմ դրանց էջ, փաթեթը տեղադրել են էջում։ Ուսումնասիրեմ ոնց էլ չլինի ինչ-որ խոցելի տեղեր կունենան։ Փորձեմ տենց բաներ գտնեմ մարդկանց բացատրեմ, թող ավելի լավ հասկանան։ Այդ լավ կլինի, որտեղ ամեն մեկը մի բան է խոսում։ Լավ, դե գնացի։ Ոնց ես դու։ Մի հարցրա։ Զանգել է էլի զանգենք։ Բա որ հանգարց իրանք չլինեն, պատկերացնես ոնց կխժան վրեքներս։ Պրինց թվում է իրանք չէին։ Թվալը քիչ է։ Հələ էդի պետքա պարզենք։ Ոնց ես պարզելու։ Այն Մոսին է պետք տենալ։ Ինքը լավ դեմք էր երևում։ Համարնում ես։ Չէ, բայց ես իրանց թաղերը գիտեմ։ Այդ ես կպարզեմ ապեր։ Լսի։ Կարող է աղջիկներին զանգեն գնանք մի տեղ նստենք։ Երանի քեզ գիտես։ Խի ապեր, երեկվա քեֆը հարամ եղավ։ Մի րոպե։ Չի պատասխանում։ Լսի կարողա դու զանգես Անահիսին։ Շատ խնդալու է։ Խի։ Ավելի։ Քանի վիկան լողանում ա պատմի։ Երեք ինչ է եղել։ Հույս ունեիր անցավ գնաց։ Դե ինչ ա եղել, ես Անայս քեզ մի քիչ մեծի նման պահի, մի մոռացի։ Մի քիչ մտքից դնեմ, Վիկատ ինքնուրույն ամեն ինչ կպատմի։ Սա քո շանսն է մեր հարաբերությունները չփչացնելու։ Դե հիմա սիրուն մանրամասն պատմի։ Չկարողացա այնտեղ մնամ, դուրս եկա։ Թող խոսեն, մեկա դու արդեն ասել ես ինչ որ պետքա։ Իսկ կարողա պետք չէր իր պապայի հետ մենակ թողնել։ Իսկ ինչ պետքա անի։ Արդեն հասել է իր ուզածին։ Չգիտեմ, մամ, ես իրանից ամեն ինչ սպասում եմ։ Հասկանում եմ, բայց այդպես մտածել էլ պետք չի։ Բա ինչ մտածեմ։ Ձեր կյանքը դժոխքեր մի հատ էլ իմ ավելացավ։ Քո կյանքը մենք ենք սարքել դժոխք, Լուսե ջան։ Մերն էլ հետը։ Այդ դժոխքը մենք ենք ստեղծել։ Իսկ Սուրենը ընդհանրապես առիթից օգտվում է ու քաղում է պտուղները։ Կարող եմ մի հատ էլ արդարացնես։ Ոչ արդարացնում եմ, ոչ էլ մեղադրում եմ։ Մենք ենք մեղավոր։ Մենք ենք ընտրել այդ ճանապարհը։ Եթե ոստիկանությունը իմանար, չգիտեմ ինչ կմտածեր, ինչ կպարզեր, բայց մեր խիղճը հանգիստ կլիներ։ Հայրդ չեր ունենա սրտի խնդիրը։ Մենք էլ Սաթենենց հետ մի տան նման կշարունակեինք ապրել։ Եվ միգուցե դու Արեգն էլ իրար հետ կլինեիք։ Ինչ ես մտածում։
Բայց Արեգը այդքանից հետո կուզեր իմ հետ ամուսնանալ։ Դե, հայրդ էլ էր նույն բանը ասում։ Մտածում էր, որ եթե ամեն ինչ ջրի երես դուրս գա, դու ու Արեգը միասին չեք լինի։ Բայց եթե ինձ ես հարցնում, ես ուրիշ ձև եմ մտածում։ Մենք ոչ մի վատ բան չենք արել։ Արեգն էլ երես թեքելու տեղ չեր ունենա։ Դե բայց Հիմա ամենավատը այն է, որ մենք դավաճանել ենք մեզ հարազատ մարդկանց, թողել որ, բայց դու դրա հետ ոչ մի կապ չունես։ Այնպես որ, եթե սկզբում երես թեքեր, հետո կհասկանար ու հետ կգար քո Արեգը։ Էլի միջի։ Արե մեծ հաշվով երեխեքի հարսանիքն է, թող իրանք որոշեն, ոնց ուզեն, տենց է կանեն, չնայած։ Ես Դավիթիս հարսանիքը սենց չէի երազում, բայց հիմա մենք լրիվ ուրիշ թեմա ունենք խոսելու։ Այնպես չի, որ ես իմ աղջկա հարսանիքը այդպես էի երազում, բայց աղջիկս ոնց ուզի, այդպես էլ կլինի, ես ոչինչ չեմ կարող անել։ Արգամես կարող է քո բաժնեմասերից 25%-ը 10 աղջկատ։ Լսեն, հին թաղի բնակիչների հետ հանդիպմանը դու չես կարող գնաս, դե պարզ է։ Իմ գնալն էլ առանց քեզ լրիվ անիմաստ է, ասում եմ կարող է երեխեքին ուղարկեն։ Ես չեմ ուզում, որ երեխեքը թաթախվեն այդ ամենի մեջ։ Տոդո քեզ տես տնաշեն, իրանք ջայել են, իրանք այս ամեն ինչին իրանց ձևով են նայում։ Ես կխոսեմ աղջկաս հետ, եթե համաձայնի կտամ։ Խոսա, Արգամ ջան, խոսա։ Իսկ ես այդ հանդիպան ընթառաջ մի բան եմ մտածել, որ ստացվի է, այդ սաթենը ու իրան լակոտը մի հատ անենց հարված կստանան մեջքից, որ ուզեն էլ ուշքի չեն գա։ Տնաշեն, մենակ չասես էլի, որ սիրտդ ցավում է սաթենի համար։ Վայդա։ Անայս, ես չեմ հասկանում, դու գոնե պատկերացում ունես ինչ կարող էր լինել։ Մամ, խնդրում եմ մի հիշացրու էլի։ Բավար այդ աղջկան մի բան լիներ։ Ինչի՞ չես զանգե ոստիկանություն։ Դե երեխեքը ասեցին ճանաչում են դրանց ու կլուծեն խնդիրը։ Բավար չլուծեին, ինչ պիտի անեիք։ Լավ էլի։ Լավ տղաները չզանգեցին, հասկացա։ Ինձ ասեիր, ես կզանգեի։ Արթուրն էր զանգել, հաստատ ուզում են մեզ տեղ հրավիրեն։ Գնում ենք։ Ներս արի, Դավիթ ջան։ Ո՞ւս է։ Շնորհակալ եմ։ Լուսե ջան, դուր ես տեղավորեմ, դուք նստեք հանգիստ։
Սուրճ, թեյ։ Չէ, շնորհակալ եմ։ Հանդիպում ա լինելու բնակիչների հետ։ Մենք պիտի պատրաստվենք։ Ինչ բնակիչ, որտեղի։ Հին թաղի։ Ինչ եղավ։ Սովորական հանդիպում ա, գնալու ենք, լսենք մարդկանց հարցերը, պատասխանենք։ Բայց ինչի ես։ Մի րոպե, դու էիր չէ ասում, որ ուզում ես հին թաղի հետ կապված գործընթացներին ներկա լինել։ Հիմա ինչ եղավ։ Կարող եմ մտափոխվել ես կամ ուրիշ պատճառ կա։ Ես շատ լավ հիշում եմ մեր վերջին խոսակցությունը։ Բայց եթե մենք պատրաստվում ենք ընտանիք դառնալ, ուրեմն դու պիտի իմ կողքին լինես։ Վերջի վերջո ես քո ամուսինն եմ լինելու։ Չէ, չեմ փոխել, ուզում եմ։ Այս պայդրությամբ ոչ մի բիզնես չունի։ Վերջինը ֆիթնես ակումբը մի 6 ամիս առաջ է վաճառել։ Դե, իրա բիզնեսը մեզ ինչ։ Չես կարող ասել։ Ինֆորմացիա ինչ որ պահի կարող է եւ պետք է։ Ուրիշ բան ասա ինձ Լևոն, մեզնից ով է հանդիպում, ես թե դու եւ ինչ են խոսում։ Ես իհարկե կուզեի, որ ինքս հանդիպեի, բայց մտածում եմ, որ կվախենա։ Ու ամուսնուն կասի, իսկ Սրապյանը կխոչընդոտի մեզ։ Այսինքն ես եմ հանդիպում։ Հա, բայց ես չեմ ուզենա, որ գնաք ու ասեք, ես այսինչ մարդն եմ։ Դե հասկացա, ես էլ եմ դրա համար ասում։ Պետք է հասկանալ ինչ ենք խոսում, ինչ ենք ուզում մենք իրանից։ Այ որ իմանայի թե ինչ գիտի, կասեի թե ինչ ենք ուզում։ Դրա համար ավելի ընդհանուր խոսակցություն է պետք ունենալ ու ուղղակի պետք է հասկանալ, թե ինքը ինչ գիտի ձեր որդու վթարի հետ կապված։ Բարդ հարց է իհարկե, բայց մտածում եմ, որ ինքը ինչ-որ բաներ գիտի, տեղյակ է ինչ-որ բաներից։ Ես էլ եմ այդպես կարծում։ Ու տեսեք, այդ դեպքերի ժամանակ ինքը արդեն ապրում էր Երևանում։ Ինքը Թիֆլիս գնացել է Սրապյանի հետ։ Լավ, Լևոն, գուցե ես թղթերը թողնես ինձ, ես կարդամ, մտքիս ինչ-որ բան կա։ Իհարկե, ես հենց ձեր համար եմ բերել։ Եղավ Լևոն ջան, ուրեմն ես կծանոթանամ ու կզանգահարեմ։ Շատ լավ։ Ու այդքանից հետո գալիս է Վիկաներ իրա մեծ աչուկները թարթելով ու ասում է մեծ տղաները տեղ են հրավիրել։ Դու լսում ես ինչ եմ ասում։ Հա, լսում։ Դե կրկնի ինչ էի ասում։ Այմարդ լսում եմ էլի, հիմա ուր են։ Հիմա նայսի սենյակում են։ Ասեցի ոչ մի տեղ էլ այսօր չեք գնալու, վաղն էլ ուղիղ դասի։ Հա, ճիշտ բան ես ասել, դասերը շատ կարևոր բան է։ Ալո, Վարդան։ Այդ տղա ուր ես։ Հասկացանք աշխատում ես, մենք են ես պարապ նստած չենք։ Ուրեմն կես ժամից լինում ես հենի մասած տեղը։ Վարդան մի լացի, այդ տղա հերիք ա լացես, վերջ, ժամանակը գնաց։ Տիկին ջան, դու ինչ անում ես շատ ճիշտ ես անում, դրանց պետք է մեր լավ թափ տալ։ Չէ, դպրոցից հետո գնում են ինստիտուտ, իրաց թվում է, որ իրանք մեծ մարդիկ են։ Հա, մեկ էլ մի հատ Մարիամի հետ հանդիպի, մի հատ խոսացեք։ Այդ հարսանիք ասված ընդհանրապես փոքր ընտանեկան ճաշկերույթ է։ Վերջ։ Տենց որոշվեց վերջնական։ Արգամի աղջկա ուզածն է ինձ։ Ուշ ես գալու։ Կարևոր չի ուշ թե շուտ։ Կարևոր դու քո կախարդական հմայքներ ուղարկես, որ ես իմ ուզածին հասնեմ։ Ու եթե ես կարողանամ Վարդանին համոզել, որ ինքը անի այն ինչ որ ինձ պետք է, քո տոկոսները կրկնակի ավելանում են։ Մեկ էլ կասես, այս ֆենը որտեղից ես առել, շատ լավն է։
Այս ինչ ես անում։ Ո՞վ է։ Շուշուտ ասա ով է։ Հանգստացի։ Չսիրահարվողից տեսեք։ Այն խեղճ Արամին ընդեղ է ստանջում, այս մեկին էլ ստեղ։ Վիկա, ինչ սիրահարվել։ Ուղղակի գրվում ենք։ Հետո էլ տղերքին ես անուն դնում, որ թաշկինակի նման ընկերուհի եմ փոխում։ Գնացինք։ Ուր։ Թե խմելու։ Բա Գնացինք։ Գնա։ Գնա գալիս։ Այ գործից հասկացող մարդը սենց պիտի շուտ հասնում է, ժամանակ էլ չենք կորցնում։ Բայց շատ համով է։ Համեցի։ Անուշարա, Վարդան ջան, անուշարա, չնայած ես եմ մի բան կուտել մտածում, հաշ չկերա։ Բայց ինչ էր եղել, որ սենց շտապ հանդիպում պահանջեցիր։ Այ, շատ շտապ է, Վարդան ջան, շատ շտապ է։ Լսել է, քո փողերը չի վերջացել, նոր փոխանցման կարիք չունես։ Հանգիստ, Ողաջան, վերևն է, ջուր խմեմ։ Հիմա ինչ է պետք անել։ Ասում եմ են Ձյաձե համոյի հարևանները։ Սրապյան։ Աղար հետ երկուսը անհամբեր մեզ են սպասում, Վարդան ջան, դուք եք անուշակ։ Այդ տղեն եկել ակաղը մեզնով այդակ։ Հա, հետո։ Էլ ինչ հետո։ Եթե եկել է, ուրեմն մտքով մի բան անցել է, չէ։ Աչքս փակ եմ եղել։ Տենց չի, ժպիտ չի եղել իմ տանը։ Հիմա նենց արա, որ իմ տանը ուրախություն լինի։ Արամ վրասն է, վրասը չես նայում։ Ինձ էլ չես սիրում։ Խս շատ ագահ է։ Այսքան է ինչ ինձ։ Ով էլ խոսա ագահությունից, լսի արգամը կես էլ կամ փողակը։ Տեսեք ես տեսեց խարդախություններ զբաղում։ Չեմ թարցնում, ես շտապ։ Եվ ուզում եմ, որ հարսանիքը շուտ լինի։